Ժողովրդին չմոլորեցնել, այս կիրակի չտանել Հովանավանք, պատարակ անունով քաղաքական կեղտոտ ծեսի։ Խորհրդարանի ամբիոնից քպականներին հորդորում է ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարող եք գնալ, որտեղ ուզում է, ինչ ուզում անի, արարողություն ուզում անի, բայց երբեք եկեղեցական արարողություն չի։ Խնդրանքս ու կոչս մեր հայրենակիցներին, հավատավոր հայրենակիցներից որևէ մեկին չմոլորեցնեք, տանեք մեղ գործելու իբր պայմանական պատարակի մասնակից։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը համոզված է, իշխանական պատգամավորներից շատերի համար անընդունելի է այն, ինչ անում է երկրի ղեկավարը եկեղեցու հետ, սակայն վախենում են հակառակվել։ Մի տարի առաջ կտրիչ բառ ոչ մեկի բերանից պլասկագուտիով դժվար էր անել ու հասկանալի էր, որտեղ ամեն մեկը առաքինի որպես հավատացյալ չէր կարող իրեն թույլ տալ։ Նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանը կասկած չունի, որ 4-րդ հանրապետություն Սևեռուն գաղափարը կյանքի կոչելու համար է։ Հենց հիմա Փաշինյանը արշավ սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Աղազարյանը, որ Քրիստոսի գոյությանը սկսել էր հավատալ վարչապետ Փաշինյանի հետ ծանոթությունից հետո, հիմա դիտավորություն է նկատում նրա ամեն քայլում։ Այն անառողջ հարաբերությունները, որ վարչապետը նշում է այդ, չգիտեմ, այդ սեռական պահերով եւ այլ պահերով եւ այլ, բոլոր տեղերում կա։ Եվ նաեւ աշխարհի բոլոր եկեղեցիներում կա։ Ինչի է այսօր այդ հարցը բարձրացվում։ Այդ հարցը բարձրացվում է 4-րդ հանրապետություն Սևեռուն գաղափարը ստեղծելու համար։ Հայաստան խմբակցության պատգամավորներն ուզում են, որ մարդիկ ամեն օր ավելի զարհուրելի իրադարձությունների արանքում չմոռանան, երբ իշխանությունը սկսեց քարեր նետել եկեղեցու վրա։ Ադրբեջանական պատվեր է իջեցվել հայկական ամենակարևոր ինքնությունը պահպանող ինստիտուտը վերացնելու համար, համոզված է խորհրդարանական ընդդիմությունը։ Սելֆիներ էին անում կաթողիկոսի հետ, տարբեր եկեղեցական արարողություններին էին մասնակցում։ Մեկ տարի առաջ եկեղեցու բացման ու օծման արարողությանն էին մասնակցում ու իրանք խնդիր չունեին։ Մարդիկ խնդիր չունեին կաթողիկոսի հետ։ Այն բոլոր բամբասանքները, որ տարածված էին մեր հասարակության մեջ, իրենք չէին լսել 18 թվականին, չէին լսել 19 թվականին, 20-ին, 21-ին կներեք Փաշինյանական ձևով ասցի, 22-ին, 23-ին, 24-ին չէին լսել, երբ 24-ին այստեղ բազմաթիվ ներկայացուցիչներ գտնվում էին Մայրաթոռում, չէին լսել այդ բամբասանքները։ Դե այդ ամեն ինչը տեղի ունեցավ ճիշտ այն ժամանակ, երբ կաթողիկոսը Բեռնում խոսում էր Արցախի ժողովրդի իրավունքների մասին, վերադարձի իրավունքների մասին, գերիների մասին։ Հիմա առավել քան երբևէ պետք է զգոն լինելու, թույլ չտալ, որ Հովանավանքում բեմադրվեն այն տեսարաններն, ինչին ականատես եղանք երեկ։ Հայրենակիցներին ասում է Գրիգորյանը, իշխանությանն էլ հորդորում է սովորական մարդկանց ձեռքերով նոր մեղքեր չգործել։ 1700-ամյա եկեղեցին մնալու է, դուք գնալու եք։ Գայանե Մովսիսյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։